Երեխայի հետ կապված։ Ես գիտեք ինչ, ես հույս ունեմ կոպիտ չի իմ ասածը, հա, ամենայն հարգանքով բոլորիդ նկատմամբ։ Եթե դուք հանեն տրանսպորտից օգտվում եք, հիմա պատկերացրեք դուք ավտոբուսի մեջ նստած եք եւ ավտոբուսը մարդ վրա երթի ենթարկում։ Ու հիմա դուք լրագրողները կամ ձեր հետևից ունեն ասեն, բան չի, ինչի վրա երթի ենթարկեցիք մարդուն։ Հասկանում եք, իմ շարասյունը չի։ Հայաստանի Հանրապետության վարչապետի կոպիտ ասած ավտոբուսն է։ Հայաստանի Հանրապետության վարչապետի անվտանգությունը ապահովող եւ տրանսպորտացիան ապահովող ինստիտուտն է։ Ես հետևանս ես հենց ղեկին եղած եմ գոնե ինչ որ մեքենաներից մեկի կամ այն կողքի փողոցում ես մեքենա քշելիս լինեմ, ես հասկանամ ինչ կապ ունեմ ես դրա հետ հարգելիներս։ Այսինքն ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ եւ 3 մեքենա են կողմ տեղի ունենում շատ ցավալի դեպք։ Ես զանգել եմ, ցավակցում եմ, ցավում եմ։ Բայց չեմ ասում, պարոն վարչապետ, ներողություն։ Եվ ես հրապարակումներ տեսակ դատական process-ա գնում, դատավարություն է տեղի ունենում։ Ինչ անեմ ես։ Գնամ, ես նույնիսկ վկա չեմ այդ գործով, որ գնամ վկա, որովհետեւ ես չեմ էլ տեսել։ Դա ինչ ես մեքենայի մեջ նստած եմ եղել, մեքենայի մեջ շարունակել եմ նստած մնալ։ Պատկերացնում եք ինչ, ասենք դուք մետրոյի վերջին վագոնում նստած եք, առաջին վագոնը գնում մարդա վրա երթի ենթարկում։ Դուք ինչ կապ ունեք այդ դեպքի հետ։ Պարոն Փաշինյան, չեմ ասում, դուք կապ ունեք։ Դուք հարցեք տալիս ամենայն հարգանքով, ես ձեր հարցը հարգում եմ, ուղղակի ուզում եմ մենք իրադրությունը ճիշտ հասկանանք։ Այսինքն ես ինչ որ մեկին հրամայել եմ, ասել եմ մարդ վրա երթի ենթարկի կամ մի թեթև բան արա, ինչ եմ արել ես։ Ես գնալիս եմ եղել ազգային ժողով իմ աշխատանքային պարտականությունները կատարելու։ Գնում եմ իմիջիալից ասեմ ձեզ, որ ես վիճակագրություն պետք հանել, բայց ես կարծում եմ, որ իմ չափ ոչ մեկ չի շարժվել Հայաստանի ղեկավարներից։ Ես անդադ շարժում եմ, մարզ եմ գնում, գյուղ եմ գնում, Երևանի մեջ եմ գնում, եւ այլն եւ այդպես շարունակ, բայց այդ իրադրությունը ուզում եք ինձ հետ կապեք ձեր խնդիրը, բայց ես այդ իրադրացում եմ, դուք ավտոբուսի մեջ նստած եք, ավտոբուսը բան է։ Դա իմ հանրային տրանսպորտն է, հասկանում եք, պետական տրանսպորտն է, որ ինձ հատկացված է եւ կան պրոտոկոլներ, այդ օրենքով սահմանված ձևեր, այդ շարժումը ապահովել, ինչ կապ ունի դա ինձ հետ ընդհանրապես։ Ինչ վերաբերում է Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհրդին, գիտեք, ես հիմա վարչապետ եմ, չէ՞ որպես ձեր առաջադեմ, ես քաղաքացի չեմ։ Ես քաղաքացի եմ նաև, ես Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու հետևորդ եմ նաև։ Հիմա այսինքն այդ փարիսեցությունը ինչի համար ասել, շատ լավ ես կարող էի բան անել գրել Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ դուք այսօր բրիֆինգին հաց կտայիք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Փաշինյան, բայց դուք ինչ գործ ունեք վարչապետի կեցավայրում։ Ինչ չեք գնացել Իջևանի ձեր Ասլանյան փողոց, չգիտեմ 10 տան բանում բնակարանում բանարել, կազմակերպել այդ հավաքը եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ես չեմ կարծում, որ ես չեմ կարծում, թե դա որևէ խնդիր կա եւ ես էլի ուզում եմ ասեմ, այո, ես հանդես եմ գալիս որպես Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու հետևորդ, բայց հանդես եմ գալիս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այնօր մի րոպե, ներողություն, այնօր որ իմ ելույթում ասի, որ որոշ մարդիկ գործ են անում Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցին օգտագործել որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ օգտագործելու համար։ Ինչ վերաբերում է ձեր մեղադրանքներին, 63-րդ սաղմոս այդ հարցի պատասխանը տալիս է, որտեղ ասում է անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Թող շարունակեն փնտրել եւ քննել։ Եվ նրանց բացի հոգնությունից ուրիշ ոչ մի բան չի սպասում։